Մենք վերադարձանք սիրելի հեռուստադիտողներ, այսօր հունիսի 3-ն է եւ այսօր հեծանվի համաշխարհային օրն է։ Հեծանվի համաշխարհային օրվա առթիվ տոնական հեծանվար շքերթ կմեկնարկի հունիսի 6-ին ժամը 18:00-ին Հանրապետության հրապարակից Մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով։ Եվ այս ծավալուն թեմայի շուրջ մենք այսօր հրավիրել ենք այստեղ մեր շատ սիրելի հյուրերին։ Ես շտապ եմ ներկայացնել նրանց, որպեսզի մենք շատ հարցեր ունենք իրար հետ քննարկելու։ Սիրով ներկայացնեմ Արմեն Անտոնյան, հեծանվորդների ֆեդերացիայի նախագահ, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի, սպորտի խորհրդական Ֆրանսուազ Ժակոբ, Հայաստանում ՄԱԿ-ի պաշտոնական համակարգող։ Բարի լույս։ Բարի լույս, շնորհակալ ենք, որ օրը մեզ հետ եք սկսում։ Եվ նախ կուզենայինք իմանալ, որն է օրվա խորհուրդը եւ ինչու է հենց այս օրը ընդունվել Տիկին Ժակոբ, որովհետեւ գիտենք, որ ՄԱԿ-ի ընդհանուր վեհաժողովի ընդունած բանաձևի համաձայն է։ Yes, so this resolution was adopted 8 years ago. And the idea here is to promote a healthy lifestyle. So this is one thing, it's a personal choice, but it's also important for countries to have healthy citizens. And then the second idea is to have healthy cities. So develop what we call այսինքն զարգացնել փափուկ եւ քաղաքային շարժունություն, քայլք, հեծանվային մշակույթ եւ այլն։ Այսինքն սա մի փորձ էր ՄԱԿ-ի կողմից այս երկու խնդիրները ներկայացնել Հայաստանի քաղաքացիներին եւ ես շատ ուրախ եմ այստեղ Արմանի հետ գտնվելուց եւ մենք տոնել ենք սա եւ ինչպես արդեն ասացիք շաբաթ օրը շատ մարդիկ են միանալու մեզ փողոցում եւ անձամբ ես հեծանվորդ եմ, ես քաղաքում հեծանիվ եմ վարում, ես չօգտագործում եմ հեծանիվը, մեքենա չունեմ Հայաստանում, Երևանում եւ օգտագործում եմ այն հնարավորինս եւ պետք է ասել, որ այն ֆանտաստիկ փոխադրամիջոց է։ Շատ լավ։ Պարոն Անտոնյան, խոսենք մի փոքր միջոցառման մասին, որը տեղի ունենալու հունիսի 6-ին ժամը 18:00-ին։ Ինչ միջոցառում է, ովքեր կարող են մասնակցել, որտեղից է սկիզբ դրվելու միջոցառմանը։ Ձեր թույլտվությամբ փորձեմ շատ փոքրիկ ակնարկ ներկայացնել առասարակ հեծանվային մշակույթի մասին, ինչի կարելի ասել ռոպագանդան սկսվեց 2012 թվականից, առավել ակտիվ, երբ հիմնադրվեց հեծանվորդների ֆեդերացիան, եւ այս 14 տարիների ընթացքում, գործունեության ընթացքում տարբեր նախաձեռնությունների, տարբեր նախագծերի եւ ծրագրերի իրականացման նպատակը մեկն էր հեծանիվը առհասարակ դարձնել ոչ միայն զվարճանքի, հաճույքի, զբոսաշրջության, այլ նաև հեծանիվը որպես փոխադրամիջոց օգտագործելու գաղափարախոսությունը եւ 2018 թվականին հեծանիվի համաշխարհային օրվա արդեն հռչակմանը միացավ նաև ավանդական հեծանվաշքերթը, որը արդեն կարևորվեց որպես օրացուցային, կարելի ասել, տեղ գտավ հեծանիվի համաշխարհային օրը եւ 2018 թվականից Միավորված ազգերի կազմակերպության հետ համատեղ եւ աջակցությամբ արդեն ավանդույթ դարձած մեր հեծանվաշքերթը կրկին 2026 թվականին կմեկնարկի նույն գաղափարախոսությամբ հեծանիվը որպես փոխադրամիջոց ռոպագանդա անելու, ներկայացնելու, որը միտում ունի առաջինը նախ թեթևացնելու քաղաքի կենտրոնաբեռնվածությունը երկրորդը առողջ ապրելակերպի ռոպագանդան, այսինքն որ տեսանկյունից դու նայում ես հեծանիվը, բացի դրականից որևէ այլ բացական չկա։ Շատերը ասում են, բա չկան են ենթակառուցվածքները, որոնք հնարավորություն կտան հեծանվավարել եւ ամենակարևոր անվտանգ, այնուամենայնիվ պետք է ինքներս մեզ չխաբենք, այո, ցավոք սրտի դեռ այդ ենթակառուցվածքները չկան, բայց մենք չենք դադարում քարոզել հեծանվային մշակույթը Հայաստանում, մինչև այն աստիճան, երբ արդեն համայնքային իշխանությունները, քաղաքային իշխանությունները խոսքից բացի կանցնեն գործի ու մեզ համար շատ ուրախալի է, որ հեծանվային մշակույթի քարոզը արվում է ոչ միայն հասարակական կազմակերպությունների եւ անհատների կողմից, այլ արվում է նաեւ երկրի ղեկավարի վարչապետի կողմից։ Մնում է արդեն վարչապետի ազդակները ընդունեն համապատասխան պաշտոնյաները եւ խոսքից անցնել գործի եւ ամենից կարեւորը ճիշտ պլանավորել այդ գործընթացը։ Սրա հիմքում քաղաքային պլանավորման ճիշտ մեխանիզմներն են, պետք է ամեն ինչ ըստ հերթականությամբ անել, ես շատ փոքրիկ օրինակ բերեմ, մենք միշտ օրինակ ենք բերում եվրոպական տարբեր քաղաքները, որտեղ զարգացած են, երբ քաղաքներ կան, անգամ հեծանվային երթևեկությունը առաջին տեղում է։
Օրինակ, մենք միշտ օրինակ ենք բերում Ամստերդամը։ Նույն խաչմերուկը 1960 կամ 70 թվականներին, որը դու դիտարկում ես որպես օրինակ, նույն պատկերն է, ինչ մեզ մոտ հիմա ինչ որ քաոսային խաչմերուկ։ Բայց այդ նույն խաչմերուկը հիմա ոչ միայն մեքենաների համար արդեն ինքը գոտիներ ունի, ունի նաև հեծանվի համար, այսինքն այլընտրանքային փոխադրամիջոցների համար գոտի, ինքը ունի առաջին հերթին հետիոտնի համար գոտի, ինչպես Տիկին Ժակոբը ասեց, այսինքն քաղաքային ճիշտ պլանավորման արդյունքում դու կարող ես գալ քո ուզած արդյունքին ու բոլորը ասում են, բա ո՞ր են մեքենաները, այդ մեքենաները կան, ուղղակի ճիշտ, բայց նույն Ամստերդամը, Կոպենհագենը եւ Հյուսիսային Եվրոպայական քաղաքները, որոնք հայտնի են իրենց հեծանվային մշակույթով, չունեն ավելի հարթ մակերևույթ, արդյոք Երևանի օրինակ բլրային լանդշաֆտը հարմար է հեծանվաբարման համար։ Եվ սա նաև Տիկին Ժակոբին ենք հարցնում, որովհետև ասաց, որ սիրում է հեծանիվ վարել, հարմար է Երևանում հեծանվով ճամփորդելը։ Իրականում, ինչպես արդեն ասացի, ես Երևանում հեծանիվ եմ քշում, չեմ ասում, որ 20 կիլոմետր քշում եմ, բայց առնվազն կենտրոնում շատ հեշտ է, բավականին հարթ է լանդշաֆտը։ Ինչ եմ ուզում ասել, հիմա էլեկտրական հեծանիվներ կան եւ այլևս չես կարող այս պատճառաբանությունը որպես արդարացում օգտագործել։ Այսինքն էլեկտրական հեծանիվներով կարելի է շատ հանգիստ երթևեկել։ Հարցը այսօր այն չէ, թե որքան շատ են վերելքներն ու վայրեջքները քաղաքում։ Ամենակարևորը այն է, թե որքան ապահով են զգում մարդիկ իրենց։ Միակ պարամետրը, որ մարդիկ պիտի զգան հեծանվի վրա, առանձին ենթակառուցվածքն ու անվտանգությունն է։ Եվ հիմա մենք ուզում ենք իրազեկությունը բարձրացնել, ինչը անում ենք այս առավոտ։ Մարդիկ ինձ ասում են, պիտի գնամ աշխատանքի, կքրտնեմ, կամ պետք է բարձրակրում կոշիկ հագնեմ։ Կարևոր չէ, ես գնում եմ, ես հագնում եմ իմ հագուստը, իմ բարձրակրում կոշիկները եւ հեծանիվ եմ վարում։ Այսինքն այստեղ մտածողության փոփոխություն է անհրաժեշտ։ Եվ ես միշտ ուրախ եմ հարահրճակել հեծանիվը, որովհետև ինքս քշում եմ։ Եվ իմ նախորդ պաշտոնում էի քշում ամեն առավոտ 8 կիլոմետր վարում էի։ Եվ երբեմն իսկապես ես ունեի այդ լանջերը, որոնցով պիտի բարձրացնեի վիճնեի, եւ ամենակարևորը ենթակառուցվածքն է, ինչպես նաեւ իրազեկությունը, եւ հեծանվորդների, եւ վարորդների, եւ հետիոտների շրջանում։ Եվ եթե կա այս իրազեկությունը, ապա մարդիկ անպայման կվարեն հեծանիվը։ Եւ չեմ ասում, որ բոլոր վարորդները պետք է հեծանիվ սկսեն վարել։ Ոչ, բայց պատկերացրեք, եթե 10-15% այդ վարորդների, նրանք ովքեր կենտրոնում են, բնակվում եթե նրանք կատարեն հեծանվի, սա էականորեն կնվազեցնի խցանումները, կնվազեցնի օդի աղտոտումը եւ ավելի հեշտ եւ ապրվող կդարձնի քաղաքը։ Ակնհայտ է, որ հանուրի համար օգտակար է եւ ուզում եմ շատ անձնական մի փորձառությամբ կիսվել։ Երբ դուք քաղաքում հեծանիվ եք վարում, դուք պետք է իսկապես կենտրոնացած լինեք։ Չեք կարող մտածել ուրիշ բաների մասին, չեք կարող էկրանին հնայել, պետք է կենտրոնացած լինեք։ Հետևաբար դա լավ է մարմնի համար, բայց լավ է նաեւ ուղեղի համար, որովհետեւ քանի դեռ հեծանիվ ես վարում, կարծես թե մեդիտացիա անես։ Այսինքն դու պետք է լինես հենց այդ պահին հեծանվի վրա եւ ֆանտաստիկ զգացողություն է։ Եթե դուք հավելեմ, շատ ճիշտ հարց եք տալիս, շատերը ասում են հնարավոր չէ հենց ռելիեֆից ելնելով բարձրադիր գոտիներից։ Դե ֆեդերացիան ինքը երկար տարիներ արդեն իր կոնցեպտն է մշակել եւ բոլոր տարբեր խողովակներով առաջարկում է ինքը այլընտրանքային փոխադրամիջոցների ենթակառուցվածքը չի կարող լինել ինչ որ առանձնացված ինչ որ մի հատ հարթություն ամենը փոխկապակցված է հետիոտնը այլընտրանքային փոխադրամիջոցները հանրային տրանսպորտը ամեն ինչ փոխկապակցված է այսինքն եթե տեսականորեն դու Նորքի Զանգվածից որը բարձրացիր գոտի է ձեր հարցին եմ ուզում անդրադառնալ դու կարողանում ես հեշտությամբ իջնել կենտրոն բարձրանալը որոշ հեծանվորդների համար միգուցե դժվարամատչելի լինի որոշ առումներով, այստեղ արդեն գալիս է արդեն հանրային տրանսպորտի դերակատարումը։ Աշխարհում ընդունված պրակտիկա կա, հանրային տրանսպորտի առջև դրված են հեծանվի կախիչներ, դուք հեծանիվդ համրացնում ես առջևի մասում այդ կախիչին, օգտվում ես արդեն հանրային տրանսպորտից բարձրանում ես ենթային Նորքի Զանգված, վերցնում ես հեծանիվդ եւ շարունակում ես քո հեծանվային արդեն երթևեկություն, այսինքն ամեն ինչ փոխկապակցված է, այստեղ չի կարող առանձին դիտարկվել այլընտրանքային փոխադրամիջոցները ինչ որ մի հատ հարթություն, եկեք այս մեկը տանք ու չխառնվենք կամ չխանգարենք, չէ, ինքը փոխկապակցված է։ Կարևոր նախապայմանը, որպեսզի հատում չլինի այլընտրանքային փոխադրամիջոցների հետիոտների եւ հանրային տրանսպորտի երթևեկության հետ անվտանգությունից այսինքն դու պետքա ամենքին տաս համապատասխան գոտիները
եւ դրանով իսկ հնարավորինս ապահովես երթևեկության բոլոր մասնակիցների անվտանգությունը։ Առաջարկում եմ հեծանվաշքերթին եւս մեկ անգամ անդրադառնալ, երբ է մեկնարկելու եւ նաեւ երթուղու մասին խոսենք։ Մեկնարկելու է, նախ ուզում եմ ձեր թույլտվությամբ շապիկներից նվիրել նախագծիվ, մենք ամեն տարի ուրեմն շապիկներ ենք պատրաստում, ես ուզում հատուկ շեշտադրում անել նաև կիսի ճանապարհը այս տեղեկատվական նշանի համար, որը իրենից ենթադրում է նախազգուշական նշան, այլ վարորդների համար, որ իրենցից բացի նաև կան այլ փոխադրամիջոցների վարորդներ, որովհետև նույն վարորդները նույն իրավունքներն ունեն եւ պարտականությունները, ինչ հեծանվորդը, եթե հեծանիվի վրա է նստած, կամ այլ տրանսպորտային միջոցի վարորդը եւ այս նախաձեռնությանը նաև յուրահատկությամբ պետք է ասեմ կամաց-կամաց միանում են Հայաստանի տարբեր համայնքները։ Մենք որ խոսում ենք, չեմ ուզում խոսենք միայն Երևանի մասին, որովհետև ինքը մարզերից էլ է նաև։ Իհարկե, որովհետև մարզերում առավել եւս հիմա ավելի մաչելի հնարավորությունները շատ են, մարզերում նաև անընդրանքային փոխադրամիջոցների զարգացման մշակույթ է դնել։ Աշակերտները, աշխատողները դասից տուն գնալ երթևեկել, իրենք կարող են ինչու ոչ հեծանիվներով եւ միացել են պաշտոնապես Ստեփանավանի համայնքապետարանը, Վաղարշապատի ապարանի ու մենք տարբեր համայնքներով հուշագրեր կնքելով փորձում ենք արդեն այս մշակույթը Երևանից նաեւ դուրս հանել եւ բոլորին անցյալ տարվա հեծանվաշքերթը դեպի Էջմիածին էր, չէ՞։ Իսկ այս տարվա երթուղին։ Այս տարվա երթուղին լինելու է կրկին Երևանի կենտրոնական փողոցներով բոլորիս հիշեցնելով եւ հորդորելով եւ կոչ անելով, որպեսզի խոսքից անցնեն գործի եւ սկսենք քայլերի հերթականությամբ անցնել նաեւ Երևանում ենթակառուցվածքների ձևավորմանը։ Այնուամենայնիվ հեծանվաշքերթը կմեկնարկի հունիսի 6-ին երեկոյան ժամը 6-ին Հանրապետության հրապարակից կենտրոնական փողոցներով մենք կանցնենք Ամիրանով, Մաշտոցի պողոտայով, կբարձրանանք Մատենադարան, այնուհետև էլի կրկին կվերադառնանք Հանրապետության հրապարակ ու պետք է ասեմ, այդ հեծանվաշքերթը ոչ միայն հեծանվորդներով է լինելու, նաև շատ երեխաներով, մասնավորապես Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի սաներով մենք ունենանք գեղեցիկ նաև երաժշտական միջոցառում եւ մենք բոլորս գիտենք, որ հունիսի 6-ին նախընտրական քարոզարշավի լռության օրն է, բայց մենք այդ լռությունը կխախտենք գեղեցիկ միջոցառմամբ ու սիրուն գույներով։ Տիկին Ժակոբ, դուք եւս մասնակցելու եք այդ օրը հեծանվաշքերթին, թե ոչ։ Yes, of course. Այո, իհարկե։ But you know what I was going to say. Գիտեք ինչ եմ ուզում ասել, շատ հաճելի է ունենալ տարեկան միջոցառում, բայց կան շատ քաղաքներ, որտեղ մենք ունենում ենք այսպիսի շքերթներ կամ եթեր առնվազն շաբաթական կամ ամսական կտրվածքով։ Եվ ես հույս ունեմ, որ հաջորդ քայլը կլինի հետևյալը, որ մենք ամենամսյա այսպիսի հեծանվաշքերթ կունենանք, որովհետև այսպես է, որ իրազեկությունը բարձրացնում։ Այսինքն ես մարդկանց ասում եմ, գնեք հեծանիվ եւ նստեք այդ հեծանվին։ Սա շատ փոքր ներդրում է, սա դրական է ձեզ համար, ապագայի համար, քաղաքների համար եւ նաեւ լավ է զբոսաշրջության համար։ Մենք սրա մասին չխոսեցինք, բայց հեծանվային туриզմը նույնպես աճում է, որովհետեւ էլեկտրական հեծանիվներն են հասանելի եւ Հայաստանը գերազանց հարթակ է հեծանվային զբոսաշրջության համար ունենալով տարբեր տեսարժանավայրեր։ Սա շատ լավ հնարավորություն է մարդկանց։ Շնորհակալություն եւ հենց այս հաղորդագրությամբ էլ կարեւոր ավարտենք մեր զրույցը։ Շնորհակալ ենք, որ մեզ հետ սկսեցիք առավոտը եւ հիշեցնում ենք, որ հեծանվաշքերթը հունիսի 6-ին ժամը 18:00-ին կմեկնարկի Հանրապետության հրապարակից, իսկ այժմ արդեն եթերաժամը պիտի զիջենք լուրերի թողարկմանը։